Սովետություն, ասիկ Փաշինյանի արածը ինչն է դուրս չի գա։ Հասեմ։ Նայեք, ամեն տարի մենք հող ենք կորցրել, 21 թվին հող ենք կորցրել, 22-ին հող ենք կորցրել։ Չէ, մի րոպե, հենց հիմա 22 թվին հող ենք կորցրել, 23 թվին հող ենք կորցրել, 24 թվին հող ենք կորցրել, 25 թվին հող ենք կորցրել, տարածքներ, այդ 25-ն է մենք ապացուցեցինք այս վերջում, արբանյակային լուսանկարներով։ Հիմա իրանք սենց սողացող օկուպացիա է, սալյամի պես, երշիկը ոնց ասես, կտրտելով գալիս են, ու իրանք ահավոր իրանց բաներում ամրանում են, իրա պատճառով, մեր Վարդենիսի վերևը, արոտավայրերից մարդիկ չեն կարող օգտվել, ճանապարհները, ես էլ ամեն օր ընդեղ ամեն քար ու թուփով անցել ենք, ճանապարհները իրանց թիրախի տակ է, սոտքի հանքավայրը թիրախի տակ է, գյուղերը արոտավայր չեն կարող, մեծ տարածքա լրիվ ծմակ է դարել, մարդիկ չեն կարող օգտագործել։ Հիմա ես չեմ դու ես, սա խաղաղություն, այ որ մարդը չի կարողանում։ 44 օրը պատերազմից առաջ ինքը ամեն օր ասում էր, սենց բացառիկ խաղաղություն, հիշում եք։ Հիմա մենք ասում ենք ժողովուրդ ջան, իրականում այտենց չի։ Այդ խաղաղությունը որ կա, ինքը ինքնախապեյության վրա է նստած, որտեղ իրանք կամած առաջ են գալիս։ Մենք ինչ ենք ասում։ Այդ ձեր ասած մարդը որ ասում է, չէ, խաղաղություն, պատերազմ ու ով ավելի շատ կգոռա։ Ես կգոռամ խաղաղություն, թե այն մեկը կգոռա։ Էդի թակարդ է իրար արած։ Գիտես ինչի։ Այդ իրականում հարցը հետեւյալն է։ Խիեք, եղբայր, աղբեր, խիեք ձախողել մեր անվտանգությունը ու մեր պաշտպանության համակարգը։ Հլգան կտեղից։ Այդ ինքը դրել է հատուկ, որ ոչ մեկ այդ հարցի մեջ չխորանա։ Ոնց որ պատկերացու դու մի բան ասենք, մի բան իրար հետ սխալ անենք, հելնենք գնանք ասենք ժողովուրդ ջան, ոչ թե սխալ ենք արել, կոստյումը սխալ ենք կարել մեր վրա, այլ եկեք ասենք ով կոստյում ունի, ով չունի։